Գերիների փոխանակման հրադադարի ուսադրող լուրերի ֆոնին միջազգային կազմակերպություններն ահազանգում են։ Գազայում 5 տարեկանից ցածր ավելի քան 320,000 երեխա սովի եզրին է, սուր սննդային խանգարումով։ 5 տարեկան դառնալուն պես մարդիկ ամբողջությամբ դուրս չեն գալիս վտանգից։ Ինչպես նշվեց, սննդի սուր անբավարարությունը կարող է լինել նաև մեծահասակների եւ տարեցների շրջանում։ Սակայն 5 տարեկանից հետո սննդի պակասի հետ կապված հիվանդությունների եւ մահվան հավանականությունը շատ ցածր է։ Իրականում այդ տարիքից հետո սննդի անբավարարությունից մահանալու ռիսկը կտրուկ նվազում է։ Սա առաջին անգամն էր, երբ միջազգային կառույցը սով է հայտարարում Աֆրիկայի տարածքից դուրս։ Կանխատեսվում էր, որ սովը կտարածվի կենտրոնական ու հարավային շրջաններում մինչև հոկտեմբերի վերջ։ Մենք ունենք երկու հիմնական հետևանք՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, բայց կարճաժամկետը չի նկատվի մի քանի օրում, այլ մի քանի շաբաթում։ Առաջինը երեխան արագ կորցնում է քաշը եւ դառնում շատ նիհար ու թույլ, իսկ մյուսը, երբ երեխան դադարում է աճել, մնում է կարճահասակ եւ հաճախ ունենում չափից դուրս փքված փոր, սպիտակուցի պակասից։ Համասը ազատ է արձակել ողջ մնացած վերջին իսրայելցի գերիներին հաշտեցման համաձայնագրի շրջանակում, ինչը կարևորագույն քայլ է համարվում Գազայում 2 տարի ավերիչ պատերազմի ավարտի ճանապարհին։ Իսրայելցի Եվիատար Դավիթին Ռաբինի բժշկական կենտրոնում դիմավորեցին ծափողջուններով։ Դավիթը ավելի առողջ տեսք ուներ, քան հուլիսին Համասի հրապարակած տեսանյութում, որտեղ նա հայտնվել էր Գազայի թունելում, ասելով, որ օրեր շարունակ չի սնվել եւ արդեն ինքն է իր համար գերեզման փորում։ Համաձայնագրի շրջանակում Իսրայելի ազատ արձակած գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալների եւ կալանավորների մի մասն արդեն Գազայում է։ Գազա վերադարձող բնակիչները սակայն թերահավատորեն են վերաբերվում խաղաղության համաձայնագրին։ Նրանց տրամադրությունները հակասական են։ Մի մասը երախտագիտություն է հայտնում 2 տարի տևած արհավիրքի ավարտի համար, մինչդեռ մյուսները շեշտում են, որ համաձայնագիրը միակողմանի է եւ հաշվի չի առնում իրենց շահերը։ Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթնաժողովը իր սկզբից մինչև վերջ միայն Իսրայելին պաշտպանելու նպատակով էր կազմակերպվել։ Նրանք չեն վախենում մեր ժողովրդի համար, այլ վախենում են իսրայելցիների համար, որոնց իրենք համարում են ճնշված, մինչդեռ իսրայելցիները գաղութարար են, ճնշել են պաղեստինյան ժողովրդին ու գաղութացրել նրա հողերը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին արևմուտքից մինչև արևելք, որոնք մասնակցեցին հրադադարի հաստատմանը։ Փառք Աստծո, որ հրադադարը կայացավ, որպեսզի մարդիկ կարողանան շունչ քաշել եւ վերադառնալ իրենց տները։ Թեև Գազայում հաստատված խաղաղությունը դադարեցրել է ռազմական գործողությունները, հնարավորություն տալով վերադառնալ բնականոն կյանքի, դրա երկարաժամկետ կայունությունը մեծ հարցականի տակ է։ Ըստ մասնագետների այն կառուցված է քաղաքական անվստահության եւ մարդասիրական աղետի փխրուն հիմքերի վրա, ինչը կանխորոշում է ապագա ցնցումների անխուսափելիությունը, եթե հիմնարար խնդիրները չլուծվեն։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։